Խնդրեմ։ Պարոն վարչապետ, քիչ առաջ ասացիք, որ որոշ ուժեր, որոշ շրջանակներ իրենց խոսույթով, իրենց առաջարկություններով ըստ էության ուզում են սանձազերծել նոր սեպտեմբերյան պատերազմ։ Պարոն վարչապետ, կարող եք ավելի կոնկրետացնել, որ ուժերի մասին է խոսքը, եթե հնարավոր է, եւ որ ամենակարևորն է, նպատակը ո՞րն է, ինչու են այդ ուժերը ցանկանում սեպտեմբերյան նոր պատերազմ սանձազերծել։ Նպատակը շատ պարզ է, որովհետև իրանք խնդիր ունեն Հայաստանը պահել ծայրագավառի կարգավիճակում, ինչպիսին եղել է իրանց իշխանության շրջանում։ Իրանք տեսնում են, որ Հայաստանը անկախացել է եւ խնդիր ունեն դրա հետ։ Որովհետև իրանք բոլորը էմիսարներ են, թույլ չտալու, որ Հայաստանը անկախանա։ Գիտեք ինչ, շատ պարզ մի բան, ես խնդրել եմ, որ ավելի մանրամասն ներկայացնեն, այսօր պատրաստ չեմ այդ թեմայով շատ խոսել, բայց տենց ստացվեց, որ երեք ինչ որ նկարներ եմ տեսնում նյուսֆիդում երևում է ուժեղ խաղաղություն կամ նախորդ օրը տեսնում եմ վերնագրեր ներիր մեզ Արցախ, մենք չգիտեմ ինչ կանենք, հասկանում եք, այս ամեն ինչի մասին է, այս ամեն ինչը խաղաղությունը ռևիզիայի ենթարկելու մասին է։ Խաղաղությունը ռևիզիայի ենթարկելու փորձը պատերազմը անմիջապես կամ ասում են Արարատը մերն է, դա դիվանքը մերն է, դա պատերազմը։ Իրենք պատերազմից շահելու են հետևյալը, որ լինելու են ֆորպոստի եւ ոչ թե պետության կառավարիչ, որովհետեւ ժամանակը ցույց է տվել, որ դա իրանց ֆինանսապես ձեռնտու է։ Եվ իմիջայլոց պահպանելու են որոշ երկրներում իրենց ունեցած միլիարդները, որովհետեւ նրանց ուղարկել են ստեղ, ասել են խնդիրը չլուծեք, այդ ձեզ ֆորմալ ինչ որ ձեր անունով է գրած, այլևս չի լինի։ Այդ մարդկանցից այդ հիմնական ուժերը երեքն էլ, ով որ այդ դիրքից հանդես է գալիս, միլիարդների բան ունեն, ունեցվածք ունեն Ռուսաստանում եւ Բելարուսում։ Միլիարդների ունեցվածք ունեն։ Հիմա իրանց ասել է, ուզում եք այդ ունեցվածքը պահեք։ Աշխատեք, քրտնեք, վազեք, ձգվեք, ուպոր լյոժա 30 անգամ չեն կարողանալու։ Ես այնտեղ մարդ չեմ տենում, որ կարա 30 անգամ ձգվի, ոչ էլ 100 կիլոմետր հեծանիվ քշի։ Հաջորդ հարցը Շողոքյան Սուրիկ Արմենյան։ Շնորհակալություն։ Պարոն վարչապետ, դիմել է արդյոք Իրանը հումանիտար օգնության համար Հայաստանին, եթե ոչ, ապա պատրաստվում եք արդյոք ձեր նախաձեռնությամբ օգնություն ուղարկել հումանիտար Իրան։ Մյուս հարցը Ադրբեջանի նախագահը պարբերաբար խոսում է արևմտյան Ադրբեջանի մասին, Հայաստանի տարբեր տարածքների նկատմամբ նկարտումների մասին, ընդհանուր Երևանի տարբեր թաղամասերի եւ այլն, եւ դուք եւ ձեր թիմակիցները դա համարում եք Ադրբեջանի ներքին խոսույթ, նախագահի ներքին խոսույթ, ներքին լսարանին ուղղված եւ այլն, որքանով է դա ձեզ համար ընդունելի որպես այդպիսին, հաշվի առնելով խաղաղության օրակարգը եւ որն է ձեր ներքին խոսույթը ուղղված լսարանին որպես հակակշիռ հայկական լսարանին։ Ես դա չեմ համարում ներքին խոսույթ, ես դա համարում եմ շատ վտանգավոր process։ Եվ համարում եմ, որ այդ վտանգավոր process-ը մենք պետքա կառավարենք։ Եվ պետքա այդ process-ը իր բոլոր պարամետրերով հասկանանք։ Բայց ինչի մասին եմ խոսում։ Ինչ եմ ասում ես։ Արդեն 2 տարի է Հայաստանում ինչ եմ ասում։ Կառավարելու ենք առաջին հերթին process-ի պատճառահետևանքային կապերը հասկանալով եւ պետականակենտրոն տրամաբանություն որդեգրելով, լեգիտիմ քաղաքականություններ որդեգրելով, որոնք մաքսիմալ անխոցելի են։ Եթե մենք այսօր ասում ենք, ենթադրենք, Արարատը մերն է, Բաքուն մերն է, Դադիվանքը մերն է, ասում ենք, որ Արցախը մերն է, ինչը իրենց պետք է սահմանափակի, հայլայն ձևով նույնը ասել։
Բայց կա նաև հակառակը, եթե իրանք ասում են Արևմտյան Ադրբեջան եւ այլն, ինչը այստեղ Հայաստանում շատ ուժերի պետքա սահմանափակի, ասել հակառակը։ Եվ երբ որ ես ասում եմ, որ մենք եւ Ադրբեջանը եւ Հայաստանը պետքա ռազմավարական գործարքի տրամաբանության մեջ գնանք, սա նշանակում է, մենք զուգահեռաբար այս խնդիրը պետքա լուծենք։ Զուգահեռաբար այս խնդիրը պետքա լուծենք, որ եւ դրա առաջին ամենակարևոր քայլը արված է խաղաղության համաձայնագիրը նախաստորագրված է, որտեղ կողմերը միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, սահմանների անխախտելիությունը ճանաչել են Ալմատայի հռչակագրի հիման վրա։ Եվ մենք այս հենքի վրա պետքա կառուցենք խաղաղությունը, բայց այդ եմ ասում։ Իրականում ես ինչ խոսում եմ, հենց դրա մասին եմ խոսում։ Ինչ վերաբերվում է Իրանի Իսլամական Հանրապետությունը, Իրանի Իսլամական Հանրապետությունը մեզ հումանիտար օգնության հարցով դիմելու անհրաժեշտություն չունի, որովհետև մենք ինքներս եթե տեսնենք, որ կա որևէ կարիք հումանիտար բնույթի, կրկնում եմ, հումանիտար բնույթի, որը մենք կարող ենք աջակցել, մենք կանենք այդ քայլը։ Շնորհակալություն, այլևս հրապարակարան Աննա Պարոն Փաշինյան, դուք ոչ միայն այսօր, այլ միշտ բարձրաձայնել եք, որ մամուլը ազատ է, քիչ առաջ նաև դրա մասին խոսեցիք, ազատ է այսօր այնպես, ինչպես երբևէ չի եղել, բայց պարոն Փաշինյան, հենց քաղաքացիական հայցերով, քրեական վարույթներով է իշխանությունը փորձում ճնշել մամուլին, եւ եթե իմ խմագրի հետ կապված դուք խոսեցիք, եւ եթե փորձագետները, որոնք մի տարի շարունակ այսպես փորձաքննել են այդ խմբագրականը եւ որևէ կարճելու տեղ չեն գտել եւ որոշել են դա քրեական վարույթը կարճել, ուրեմն դրա հիմքերը իսկապես չկան եւ եթե մենք վստահենք, որ եթե լիներ հիմքեր կկարճեին փորձագետները անպայման դրանից եւ նախկինում դուք խմբագիր լրագրող եք աշխատել եւ ձեր որակումներում բավականին կոշտ եք եղել, անվադումներ եք տվել մարդկանց եւ դրա համար ձեզ կարծես թե հոդվածների համար չեն դատապարտել եւ արդյոք եթե հիմա աշխատեիք այս պայմաններում վստահաբար ձեզ կդատապարտեն։ Հաջորդ հարցը պարոն Փաշինյան վերաբերվում է այն համաժողովին, որին դուք օրեր առաջ մասնակցել եք արցախցիների վերաբերյալ, այնտեղ դուք ասել եք, որ արցախցիները պետք է Հայաստանում տնավորվեն, որ ձեր ձեռնարկելի անելիքների մասին եք խոսել, բայց այն գումարը, որը իշխանությունը տալիս է արցախցիներին, բավական չէ, դա մարզերում թեկուզ տուն գնելու, տնավորվելու համար, արցախցիներին կարող եք ասել, երբ նրանք տուն կունենան, եւ միշտ դուք եւ պաշտոնյաները միլիոններ պարգևվճարներ եք ստանում, նրանք չեն կարողանում անգամ տան վարձի հարցը լուծել։ Նաև խոսել էիք արցախցիների նկատմամբ հոգատարությունների մասին, օրեր առաջ իրավապահները 5 երեխաների ներկայությամբ արցախցի զոհված արցախցի կնոջ են ձերբակալել։ Սա արդյոք հոգատարություն է Արցախցու նկատմամբ։ Գիտեք, որևէ ես գիտեք տեղյակ չեմ ով ումա ձերբակալել, ես ընդհանրապես եթե կարծիք կա, որ ես բոլոր ձերբակալություններին տեղյակ եմ կամ այսինքն հիմա նույնիսկ մամուլում չեմ տեսել դա, բայց ես ուզում եմ ասել, ես բացառում եմ, որ առանց հիմքի որը մեկին ձերբակալեն, հասկանում եք, այդ ինչ մտածողություն է ընդհանրապես, այսինքն Ղարաբաղում ծնվել է անձեռնմխելիություն, Իջևանում ծնվել է անձեռնմխելիություն, երեխա Ես չգիտեմ, ես տեղյակ չեմ, բացարձակապես չգիտեմ ինչի մասին եք խոսում, ընդհանրապես տեղյակ չեմ։ Երկրորդը, ես վատ լուր ունեմ ձեր մասին։ Ես իմ լրագրողական գործունեության համար դատապարտվել եմ։ Դատավճիռը օրինական մտել է ուժի մեջ, առաջին ատյան, վերաքննի, չեմ հիշում վճռաբեկով անցել է, թե չի անցել։ Եվ էլի լրագրողներ դատապարտվել են։ Ինչ վերաբերվում է, այսինքն ես չգիտեմ, որևէ ինչ վերաբերվում է քաղաքացիներին, հիմա եկեք պարզ նայենք, դուք գրում եք, որ ես իմ կաբինետում ինչ-որ այլ բաներով եմ զբաղված աշխատակցի հետ, եթե ես դրան կոշտ չարձագանքեմ, ասենք եզրակացնելու եք, որ նախ ինձ մի կողմ դնենք, չէ, այսինքն մյուս կողմում կին է, չէ, մյուս կողմում կին է,
Նախ իր պատվի եւ արժանապատվության հարցը կա։ Եթե դրան արձագանք չլինի, ասենք դուք չեք ասելու, կաթողիկոսի մասին ես չեմ ասում, ես ապացուցում եմ։ Ձեր թերթն ա գրել։ Ձեր թերթն ա գրել ու չեմ հիշում, որ դատի են տվել։ Ձեր խմբագիրը մի հատ 25 կիլոմետրանոց հոդված ա գրել Կտրիչ Ներսիսյանի եւ իր ընտանիքի աղջկա կնոջ եւ այլնի մասին։ Կտրիչ Ներսիսյանը ինչի դատի չտվի։ Որովհետեւ այնուամենայնիվ ինչ որ մի բան դրա տակ կա։ Ես չեմ կարա դա հանդուրժեմ, ես էլի եմ ասում։ Այստեղ մենակ անձնական խնդիր չի։ Սա նաեւ պետության հարց է։ Ի վերջո նախ աշխատողի արժանապատվությունը, երկրորդն է պետության արժանապատվությունը։ Այսինքն դուք ում հետ եք շփոթել ինձ։ Ինձ թվում է դուք ինչ որ մեկի հետ ձեր շրջապատից, շատ մոտիկ շրջապատից, ես ասում եմ, ձեզ անձամբ չեմ ասում, այլ ասում եմ նրանց, ովքեր այդպիսի բաներ ինչ որ մեկի հետ շփոթում եք, ձեր շատ մոտիկ անձնական շրջապատից։ Ես թույլ չեմ տա, որ նման բաներ տեղի ունենան։ Բայց ես այսօր լուր ծանուցում ստացա, որ դատարանը բավարարել արդեն այլ ճնշումը որն է։ Այսինքն հայցը բավարարված է, այլ ինչ ճնշում։ Եվ համաժողովը հարգելիս տեղի ա ունեցել ուղիղ եթերում։ Մենակ 3 րոպե, 4 րոպե, 5 րոպե է ընդհատվել, մինչև իմ ելույթից անցում է կատարվել, բոլոր հարցերի պատասխանները այնտեղ տեղում տրվել են։ Վարշապետ, շուրջ 9 հարցը ժամանակը մեր ժամը սպառվել է։ Ինչի մասին վկայում է իմ հեռախոսը։ Չկա լավ։ Ով հարց հասցրեց այս անգամ, հաջորդ անգամ իրանցից կսկսենք։ Եվ գործընկերներն էլ շատ պարզ։ Ուրեմն հարց եք տալիս, մի հարց տվեք, որպեսզի կարողանաք պատասխանել։ Շնորհակալություն։